Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-997-531 և հայաստանյան 060-3511-31 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին, ինչպես նաև Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի Patreon-ում, QR կոդը ձեր էկրաններին է։ Այսօր Նոյան Տապանի տաղավարում հյուրընկալել եմ գրող, սցենարիստ, հրապարակախոս Սոնա Մանուկյանին։ Բարև ձեզ, Տիկին Մանուկյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ հրավերի համար։ Տիկին Մանուկյան, բնականաբար այն թեման, որը հիմա արդեն մեկ շաբաթից ավել է քննարկվում է, թե համացանցում, թե իշխանական մակարդակով, թե հոգևորականների, մի խոսքով անհնար էր ձեզ հետ չքննարկել, չանդրադառնալ, լսել նաև ձեր մոտեցումները։ Ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանի գրառումը, Նիկոլ Փաշինյանի եկեղեցիներին չուլանացված այդպես որակելը, այս ամենի նախորդեց մայիսի 22-ին Փաշիզադեն հայտարարեց, որ հայկական եկեղեցին մեծ սպառնալիք է հարևան երկրների համար, տարածաշրջանի համար։ Դե հիմա մենք դարձել ենք այն հանրությունը, որ երկրի ներսում տեղի ունեցող ցանկացած հայտարարություն կամ ինչ-որ փոփոխություն փորձում ենք կապել այդպես ասած մեր հարևան երկրի հայտարարությունների հետ, գտնում ենք կապեր, սա հետևեց նրան, նա հետևեց նրան, բայց ամեն դեպքում արդյոք դուք կապը տեսնում եք, հանրության որոշ մասը տեսնում է այդ կապը եւ ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի մոտեցումը եկեղեցու հանդեպ, տեսեք ինքն էլ ասում, որ այս ամենը եկեղեցու դեմ չէ, նա եկեղեցու քրիստոնեության որպես առաքելական եկեղեցու հավատարիմ հետևորդ է, խոնարհվում է եկեղեցու առաջ, բայց որպես մարդ, որը հավատում է երկրպագում է Հիսուս Քրիստոսին, ասում է, որ հայ առաքելական եկեղեցին մեր հոգու տունն է եւ այդ հոգու տան մեջ տեղի ունեցող իրադարձություններին չի կարող հանրությունը անտարբեր լինել։ Մի խոսքով, արդյոք կապ կա Փաշիզադեի հայտարարության հետ եւ Նիկոլ Փաշինյանը ինչու հենց հիմա որոշեց, որ պետք է իրականացնի այս արշավը, ոչ թե եկեղեցու դեմ, ինչպես ինքն է ասում, այլ ավելի բարձր հոգևոր դասի։ Այո, եկեղեցուց բարձր դաս չկա, դրանք եկող եւ գնացող սրբազաններ են, եթե սրբազան ասենք, բայց քանի որ Փաշինյանի խոսքով սկսեց, որ խոնարհվում է, մի խոսքով եկեղեցու առաջ ասեմ, Վահան Թոթովենցի խոսքերը եկեղեցին հայկական ծննդավայրն է հոգվույս։ Այնպես որ ցանկացած քրիստոնյա, հատկապես հայ քրիստոնյա, որ արմատական քրիստոնյա ենք մենք, պետականորեն առաջինը կրոն ընդունելու տեսակետից, բոլորի համար հոգևոր տուն է եկեղեցին։ Ամեն մեկս մեր մեջ մի եկեղեցի կրում ենք։ Ամեն մեկս մեր մեջ առաքելական եկեղեցի եւ քրիստոնեությունը եւ Քրիստոսը հավատում եմ, որ վարչապետը ճիշտ է ասել։ Որ արշավը եկեղեցու դեմ չի, դրան էլ եմ հավատում, վստահում եմ։ Եվ հետո, եթե մենք թերթենք պատմության էջերը, եկեղեցու պատմության էջերը, Մարի ջան, դուք գիտեք իմ գրքի երկրորդ գործը եկեղեցուն է նվիրված, որը կոչվում է Լեզվակները պոկած զանգերը։ Ու պատահական վերնագիր չի, շատ լավ է ընտրված, շատ լավ ժամանակներ, լավ ասածը այն խառը ժամանակների մասին է, որ ջրերը ահագին պղտորվել, փրփրել էին, ու այդ ժամանակվա մասին գրված Խորեն Մուրադբեկյան կաթողիկոսի եւ նրա սպանության ժամանակների մասին եւ էլի կաթողիկոսների, ես հիմա կանդրադառնամ դրան։ Ու ինչու եկեղեցու դեմ չի, ցանկացած հայ ըմբոստացումը եկեղեցու դեմ չի։ Ես ինքս ըմբոստացել եմ վաղուց։ Հոգևորականության դեմ, ոչ բոլորի բնականաբար, կաթողիկոսի եւ իր այսպես խմբավորումների դեմ վաղուց ըմբոստացել եմ։ Կարծում եմ ժողովրդի մեծ մասը ըմբոստացած է։ Էլ չասեմ, որ մի տարի առաջ Սրբազան անունով, չգիտեմ ինչ, հեղափոխական էր, ինչեր Սքեմով եկած մեկը, որ կոչեր անում, չգիտեմ ինչն էր կոչանում, բա իրենք ինչ էին անում, եթե վարչապետը կամ ժողովուրդը կամ իշխանությունը պայքարում եկեղեցու դեմ, այդ դեպքում իրենք ինչ էին անում։ Սա ում էր ձեռ տալիս, բնականաբար թշնամուն, թող չանեին, եթե Փաշինյանը թշնամու ուժեղացին ջուր լցնելու համար, չգիտեմ Փաշիզադեի հայտարարությունները կամ եկեղեցին իրեն ենթարկելու համար, չգիտեմ ինչ էր անում, եկեղեցին բարի լինի իր տեղում լինել եւ քարոզի սեր ու հարգանք ժողովրդի մեջ, ոչ թե հակառակը։ Մենք ու գիտենք առանց Փաշինյանի ելույթների, գիտենք մեր կաթողիկոսի չգիտեմ ոնց ասեմ կաթողիկոս, դու գիտեք ինձ համար կաթողիկոսներ ովքեր են եղել։ Կաթողիկոսի անցած ճանապարհն ու ամբողջ վարք ու բարգ իր ամբողջ կենսագրությունը։
ոնց կարող է հայ քրիստոնյան չմբոստան այդպիսի կաթողիկոսի դեմ։ Ես թվեմ կաթողիկոսներ կզարմանաք, թող հենց մեր կաթողիկոսը, եթե չի կարդացել, բացի կարդա ու հասկանա ոնց են ունում կաթողիկոսները։ Եթե ես ասեմ ընդհանրապես վերջի 100-150 տարվա մասին ասեմ Մկրտիչ Խրիմյան հայրիկի մասին կաթողիկոսը նա էր։ Ես նրա գործունեությունը ընդամենը մի բանը կասեմ։ Դրան հաջորդող կաթողիկոս մի տարվա չասեմ, Մաթեոս բան ասեմ Գևորգ 5-րդի կաթողիկոսության ժամանակները, ցեղասպանության ամբողջ տարիները մինչև 32 թվականը ահավորված ծանր ժամանակներ, ցեղասպանություն, պատերազմներ, պարտություններ, սով, համաճարակ, դիակներ, ամբողջ Հայաստանի համար ողբերգական, չգիտեմ, աղետալի մի վիճակ, որի ժամանակ Գևորգ 5-րդ էր կաթողիկոսը։ Բացեն ու կարդան Գևորգ 5-րդ կաթողիկոսի, չգիտեմ ոնց բնութագրեմ գործունեություն, թե ինչպիսին կարող է լինել վեհափառը, որ հպարտությամբ ասես վեհափառ։ Հպարտությամբ ասես մեր կաթողիկոսը, որ ուզենաս անպայման որևէ կերպ խոնարհվել անգամ անունի առաջ, իր արած գործերի առաջ։ Նրանից պետք է սովորեն ոնց կարելի է եկեղեցական կաթողիկոս լինել։ Այնպես որ ըմբոստացումը ես վարչապետին մի կողմ եմ թողում, դուք գիտեք ու հետևորդները շատ լավ գիտեն, որ ես վարչապետին մնացած երեքից չեմ տարբերում, իրենց իր սխալների համար ասել եմ, բոլորը պիտի պատասխան տան, բայց այստեղ գանք մի բանի, որ մեծագույն սխալ ասեմ, հանցագործություն ասեմ, չգիտեմ, ես վատ ժամանակներում եկեղեցու բռնած դիրքը սարսափելի վտանգավոր է երկրի համար։ Իմ համար լրիվ մեկ է, ինչ կանի վարչապետի բռնած դիրքը վտանգավոր չի, Տիկին Մանուկյան։ Իսկ ինչ է անում վարչապետն, ասում է եկեղեցի ձեզ կարգի պահեք։ Հայտարարություններին կանրադառնամ, հայտարարությունները կոռեկտ չէին, հայտարարությունները բառի ընտրությունները սխալ էին, այդպիսի բան ես չէի, գիտեք ինչ, չսպասել մի բան, մի այլ բան, որ իրոք ընդունելի չէր։ Քննադատում եմ, այն էլ ինչ կարգ եմ քննադատում, շատ վատ արեց, բայց ես հիմա խոսեմ ինչի համար, նա չքննադատել, մեկ ուրիշը ավելի վատ բառերով կարող է քննադատել։ Մենք ասենք դրանից ավելի վատ բաներ են։ Վատ բաներ, որը որ եթերային չէ, վատ բաներ, որը որ հարթակ չունեն խոսելու մարդիկ, ովքեր ասում են, իսկ մենք գիտենք, որ շատ են ասում, ապա թող ասեն սխալ են անում, որ ըմբոստանում են կաթողիկոսի եւ իր խմբավորման դեմ։ Եվ կուսակրոնության ուխտի մասին էլ են ճիշտ անում, նախ ճիշտ են անում, բայց իմ ասած գործոնները շատ ավելի կարևոր են, քան կուսակրոնության խախտումը։ Շատ ավելի վտանգավոր են ազգի համար, ազգային անվտանգության համար, ավելի վտանգավոր են ես այսպես հիմնական միտքս կառուցում եմ ազգային անվտանգության, եկեղեցու հետ հիմնավոր մի կառույցի հետ, որը կարող է ժողովրդին ուղղորդել եւ հատկապես մեր օրերում, որ ատելությունը ափ լցված է երկրում, սեր քարոզեր, փոխարեն դա աներ, ես չգիտեմ, արելա այն ինչ որ պիտի վաղուց արած չլիներ։ Մեկ էլ մի բան կա մեր մեջ ընդունված հայության մեջ, ասում են, ոտը խերով լինի չլինի, իր հենց գալու օրը հոկտեմբերի 27 եղավ, չգիտեմ, դրանից բխող բոլոր դժբախտությունները երկրի գլխին հոկտեմբերի 27-ից հետո չգիտեմ ինչ կապենք, ինչ չկապենք կամ ինչ կարգով մաքրեն կաթողիկոսի անցած ճանապարհը, եթե մենք անցած ճանապարհը հաշվենք հոկտեմբերի 27-ով, պատկերացրեք ինչպիսի սկիզբ։ Ու ահա խնդրեմ, եթե պիտի գնա վերջ, ինչպիսի վերջ։ Ով ասեց, որ այդքան այդ կարգի հոգևոր դասից դուրս գալու աշխարհի կյանքի մեջ մտնելու իրավունք ունի կաթողիկոսը, որտեղ է գրված։ Եթե դա ազգային անվտանգությանը վերաբերեր, թող հենց Գևորգ 5-րդի նման խոսեր Սարդարապետի ժամանակ, երբ որ Սիլիկյան ընդհանրապես զորավարներն ասում են վեհապար հեռացեք եկեղեցուց Էջմիածնից, գնացեք Սևանի վանք, այնտեղ մի խոսքով որ ապահով կլինի, որովհետև թուրքերը մոտենում են։ Վեհապարը չգիտեմ, շատ հաճախ կրկնել են, բոլորը գիտեն, շատ ասեն, ես նորից կկրկնեմ, ասում եմ, եթե հայկական ուժերը ի վիճակի չեն թուրքական զորքին կանգնեցնել, ես կկռվեմ դրանց դեմ եւ հոգ չէ որ կընկնեմ մայր եկեղեցու շեմին։ Ես չգիտեմ, մեր կրոնավորներից ոմանք կամ հենց կաթողիկոսի մասին խոսենք, ինքը կաներ նույն քայլ, բավական չէ որ հայտարարություն չի եղել։ Մինչդեռ մեր կաթողիկոսին շատ հնարավորություններ եղել են ապացուցելու, որ գոնե Գևորգ 5-րդից ինչ որ բան է սովորել։ Եվ շրջափակման ժամանակ Արցախի ոչ մի կերպ ոչ մի այսպես շարժ չարեց, որ հիմա ձեր ասած Փաշիզադեն չասի, գիտեք, եկեղեցին այսպես գնար ու կանգներ ժողովրդի կողքին, ուր էր Պարքևը Սրբազանը, Շուշիից ուր էր դուրս եկել, ինքը չգիտեր, այդ նրանց ովքեր այդ հոգևորականներ, ովքեր որ թեմերում ունեին առաքելություն, նրանց հետ կանչելը, այդ ինչ էր անում կաթողիկոսը, այդպիսի վերաբերմունք են ունենում, դառնալով
Մկրտիչ Խրիմյանին, Խրիմյան հայրիկին ասեմ մի բան, ասի միայն մի բանը կասեմ, 1904-ին 3 թվերից սկսած, երբ որ ռուսական կայսրությունը որոշեց փակել հայկական ծխական դպրոցները, բռնագրավել եկեղեցու գույքը, մի խոսքով հայկական մի այսպիսի ճնշմատակ հայությանը պահելու, ինչ արեց Խրիմյան հայրիկը, հերոսական կերպար, եթե նա իր կաթողիկոսն հոգևոր առաջնորդ լինելուց բացի ինքը ազգային անվտանգության մասին էր մտածում, արեց այն ինչ որ քչերը կարող էին անել, չենթարկվեց ոչ մի օրենքի, հնարավորինս պահել եւ ծխական դպրոցները եւ եկեղեցու գույքը, որը որ ժողովուրդ ինքը ասում է, դա ժողովրդին է պայքարում, ժողովրդին ունեցածը ժողովրդից կարող եք վերցնել, դա իմ գործառույթները չէ, ժողովրդին է ամբողջ եկեղեցին։ Իսկ մենք չգիտեմ, այդ վեհարանը կառուցում էր տարիներ շարունակ ասում էին հանգանակություն արեք, որ Էշմիածնի վեհարանը կամ չգիտեմ ինչ որ կառույցները կարծես թե ավարտեցին։ Դրա ավարտեցին, բայց քանի տարի տևեց։ Հիմա ես թողնում եմ վարչապետի հայտարարությունները։ Խոսքը իր մասին է, ու ես ասում եմ, դա ազգադապ քաղաքականություն է, որ չի կարելի քաղաքականություն ասել հոգևոր դասի ներկայացուցիչների մասին։ Շատ ափսոսում եմ, որ նրանց մեջ շատ լավերը կան, որ ձայնը չեն բարձրացնում, իհարկե կան ասողներ, եւ մենք լավ ենք լսում համացանցում կան ելույթ ունեցողներ, բոլոր թերությունները, անձնական կյանքի մասին, կոռուպցիոն շրջանակների մասին, ենթարկվելու մասին, ել չեմ ասում, որ եթե ուրեմն աշխարհում առաջինը պետականորեն քրիստոնեություն ընդունող երկիրը ունի մի շատ հետաքրքիր, շատ լավ, շատ առաջադեմ առաքելություն, դրա մասին էլի Գևորգ 5-րդի մասին ու հետո իրեն հաջորդած Խորեն Մուրադբեկյանի մասին, որ ամերիկացի մի հոգևորական Թիրութանի անունով էջմիածիներ եկել ու Այն վատ ժամանակներում, երբ որ անաստվածներ էին արդեն գալիս իշխանության ու փակում էին եկեղեցիները, Չարենց ու Բակունց էին սպանում ու այն կարգի մարդիկ էին տանում գլուխները ուտում, որ վտանգավոր ժամանակներ է եւ Խորեն Մուրադբեկյանը այդ ժամանակ էր կանգնած եկեղեցու գահին։ Ու այդպիսի եկեղեցական այդպիսի կաթողիկոսից պիտի սովորի մեր ժամանակի հիմիկվա կաթողիկոս, որ նրան սրբությամբ ընդունեն, ոչ մեկ ոչ մի խոսք ասելու իրավունք չունենա։ Հաբա համեմատեք, ես հո գիտեմ դա ինչ է նշանակում, ես հո որպես չասեմ մասնագետ գոնե այդ թեման ուսումնասիրող եկեղեցու որ պատմությունը գրել եմ, ես լավ գիտեմ դրանց տարբերությունը, ինձ որևէ կերպ որևէ բանով չեն համոզելու։ Տիկին Մանուկյան, տեսեք մենք խոսում ենք հիմնականում դուք շեշտադրումները անում եք հոգևոր դասի եւ կաթողիկոսի եւ անդրադարձակ որ Նիկոլ Փաշինյանի մոտեցումն նման ձևով հայտարարությունները անընդունելի են, բայց օրինակ քաղաքացիական պայմանագրի խմբակցության քարտուղար Հայկ Կոնջոյանի խոսքով եկեղեցին մաֆիոզ խմբավորում չէ, սֆոկա անեն, որոշեն իրար մեջ, պիտի Գարեգին բն պետք է պատասխանի հարցերի։ Այսինքն նման խոսելաձևը ոչ միայն Նիկոլ Փաշինյանին է, այլ նաև իր թիմակիցներին, ընդ որում Հայկ Կոնջոյանը հիշեցնում է, որ նույն այդ կաթողիկոսը օծել է նաև Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, այսինքն փորձել են դրանով լեգիտիմացնել նրանց իշխանությունը։ Այս ամենի մեջ քաղաքական գիծ է գնում։ Բնականաբար, իսկ ինչ գործ ուներ կաթողիկոսը քաղաքական գծից։ Հարց առաջին, ինչ գործ ուներ, ինչու էր խրվել, ինչու էր մտել։ Ինչ է ասել Հայկ Կոնջորյանը, ես չեմ լսել։ Նկատի ունեք նման ձևով թեկուզ մաֆիոզ, նման հայտարարությունները բացեբաց, հատկապես եթե մենք ինչպես բոլորս ենք ասում, նման հայտարարություններով հարևանների ջրաղացին ենք ջուր լցնում։ Հա, ասեմ մի բան, Մարի ջան, ես դեմ եմ, ի սկզբանե ասեցի, որ դեմ եմ բարերի այդ բառամթերքի օգտագործմանը դեմ եմ, բայց ասել թե գիտեք հակառակ կողմից եկեղեցուն հարող չէ, սխալ ասեցի, հարող չէ, եկեղեցու կողմ Սերժ Քոչարյան կամ նախկիները կամ այդ ամբողջ ինչ ասեմ երկրի քանդելուն մասնակցած այդ մասային ինչ որ մի քանի կոպիտ խոսք ասել, այդքան էլ վտանգավոր չէ, այդքան էլ վատ չի։ Եղբայր եղել շրթունքներով, այսինքն իշխանավորները ես չէ, դրա համար ասում եմ բառերը ինձ այդքան դուր չեն գալիս, բայց եթե ասում են այնքան մեծ հանցագործություն չէ, այդ հանցագործություններին այդպիսի գնահատական տալը այդպես քննարկելու թեմա չի կարծում եմ։ Բայց դա այդպես է իրականում եղել։ Ով ասեց, որ Կիրիլից նա պիտի ստանա իշխանության կամ չէ, ով ասեց, բայց դրա անունը ինչ եք դնում։ Բա աշխարհում առաջինը քրիստոնյա երկրի կաթողիկոսը պիտի գնա հանազանդվի, չգիտեմ, բոլորը գիտեն, գնա ենթարկվի քանի երրորդ
ընդ որում ասեմ, Ռուսաստանում ուրեմն համայն Ռուսիո կնքամայր Աննան, որ հայկականների ծագում ուներ, էլի հայերի բերած կրոնն էր, որ ընդունեցին ռուսները։ Եվ իմանա պիտի գնա խոնարհվի, ամբողջ, եթե խոնարհվում է կաթողիկոսը կրոնի իմաստով, խոնարհում է ամբողջ ժողովուրդը։ Ես ինչու պիտի խոնարհվեմ ինձնից ցածր կրոնավորի առաջ։ Ինչի համար պիտի անեմ, դրա անունը ինչ կարգով, ինչ բառամթերք օգտագործվի։ Ես Կոնջորյանին չեմ լսել, չգիտեմ, այդ տղան պարկեշտ է արտահայտվում հիմնականում, չգիտեմ ինքը ինչ է ասել, հնարավոր է որ ունից դուրս են եկել, բայց ես քննադատում եմ այս իշխանությունը։ Մարդիկ չեն զբաղվում հոգևոր ծառայությամբ, համամիտ եմ, քաղաքական մարտագլխիկներ։ Համամիտ եմ, ճիշտ է արել, որովհետև ես ասեցի 20-րդ դարի սկզբին Մկրտիչ Խրիմյանի արածը, Գևորգ 5-րդի արածը, նաև Խորեն Մուրադբեկյանի համեմատելու եզրեր չկա, նրանք են անում, նրանք արել են ազգային գործեր։ Ինչ ազգային գործի մասին է խոսքը, թող մի ազգային գործի մասին խոսեն ամբողջ եկեղեցին չեմ ուզում ասել, եկեղեցի ես ինձ սկզբից Թոթովենցի խոսքերով ասեցի, եկեղեցին մեր համար սրբավայր սրբատուն է, ամեն ինչ է, բայց այնտեղ մտած մարդիկ ինչեր են անում, ինչով են զբաղված, ես հիմա Ռոմի պապերի մասին կխոսեմ, ինչով են զբաղված, իրենք արդեն լավ գիտեն, եթե հայտնվել արդեն բոլորը գիտեն ինչ են արել, թող իդեպը չարտնան է որոշ մեղադրանքներ կարտես թե Ինձ Աննա Հակոբյանը շատ հետաքրքիր չի, իր ասածները հետաքրքիր չեն, ոչ էլ վարչապետինը բացարձակ չեմ ուզում անդրադառնալ, բայց ես արդեն դուք գիտեք, տարուց ավել ես քննադատում եմ ամբողջ Էշմիածնի այդ հոգևոր դասի այն հատվածը, որ լավ գիտի կաթողիկոսի արածները։ Ես դա մի բառով ասում եմ ազգադավություն։ Պատահական չէր, որ համեմատեցի եւ Խրիմյան հայրիկի եւ Գևորգ 5-րդի եւ Խորեն Մուրադբեկյանի հետ։ Նրանք ազգային մտածողության հոգևորականներ էին, նրանք սուրբ մարդիկ էին, նրանց հետ եւ դրանց հաջորդողը լինի Գարեգին բան, որ ոչ մի լավ բան չենք տեսել։ Մենք այս քանի 26 տարի է արդեն։ Չենք որևէ լավ բան։ Հիմա պատմության մեջ ինչ պիտի գրվի։ Ես հիմա կանադառնամ Ռոմի պապերին։ Ուրեմն կա մի գիրք Լեո Տաքսիլն է գրել, ֆրանսիացի շատ լավ գրող, նաև կաթոլիկ եկեղեցու, այսպես ուսմունքները, բացի ուսումնասիրել, նաև եղել է անդամ։ Գիրքը կոչվում է Սրբազան ավազակավորչ։ Սրբազան ավազակավորչը պատմում է Ռոմի պապերի մասին, խայտարակ պատմություններ, թե ինչ կարգով են ապրել նրանք այդ ամբողջ պապերին հերթով պատմում, ասում է պապերի մասին, ասում եւ մի պապի մասին ես ուզում եմ համեմատական անցկացնել մեր Գարեգին բեի հետ։ Մի ուղիղ համեմատական, խնդրում եմ շատերը լսեն, տեսնեն, ես ինչքանով սխալ կլինեմ, թող անդրադարձեն։ Շատ կուզեի, որ հիմա զանգեին, որևէ մեկ ինձ անդրադարձներ դա։ Ուրեմն պապերից մեկը են հերքել կամ եթե պատրաստ է կարող ենք կամ հաստատեն կամ հերքեն, բայց ես խոսում եմ գրքի լեզվով Տաքսիլի գրքի Սրբազան ավազակավորչը գրքի մասին եմ խոսում։ Ուրեմն պապերից մեկ այնքան այլասերված ու այլանդակ է եղել, անգամ մահից հետո որ թաղել են նրան, ժողովուրդը գիշերով գնացել հանել են նրան գերեզմանից, բերել եկեղեցու դիմացը նստացրել է ինչ որ հարմարացրած փայտերով, չգիտեմ ինչերով, նորից տարել թաղել են, հաջորդ օրը եկել տեսել են, որ նորից հանել են գերեզմանից, այդպիսի պապ, այդպիսի սրբապղծություն, ամբողջ գիրքը պատմելու համար մի քանի ժամը չի բավարարի։ Պատկերացրեք, ես հիմա կուզեի հարցնել մեր եկեղեցականին եւ հատկապես կաթողիկոսին, ինչ է կարծում, ձեզնից հետո ինչ կանեն։ Ինչ կանեն, որ ոչինչ չեք արել 26 տարում, գալու օրը եղել է մի հատ ջարդ խորհրդարանում, ու մինչև հիմա ոչ մի լավ բան, եղել է Արցախի հայաթափումը, ոչ մի խոսք, ոչ մի անգամ ժողովրդի կողքին չկանգնելը, եղել է այդ ամբողջ շրջափակումը, ոչ մի խոսք, ոչինչ չի արել, բա ինչ եկեղեցական, ինչ քրիստոնեական եկեղեցու առաջնորդ, ես կասեի համաշխարհային քրիստոնեության։ Ես ինձ թույլ եմ տալիս ասելու, կարծում եմ դա ճիշտ է, պարզապես դա վիրավորական է, համայն աշխարհի քրիստոնեության համար վիրավորական է, որ այսպիսի առաջնորդ պիտի լինի, ու այդ առաջնորդը իր տեղում չլինի։ Թույլ է տվել վարչապետը, որ մենք չենք սիրում նրան, իր համար խոսի, թույլ է տվել կուզեք ասեք Օնջորյան կամ ուրիշ մեկը խոսի։ Նկատուներ, եթե լիներ ամեն ինչ ձեր ասածով այդ մակարդակը բարձր լիներ, այսօր վարչապետը իրեն թույլ չէր տա։ Բնականաբար ժողովուրդը կպաշտեր նրան։ Ես երազում եմ, երբ կլներ, որ որևէ կերպ Վազգեն առաջինին տեսնեմ, շատ ջահել ժամանակ ու այսպես եկեղեցու բակում ենք ձեռքը գլխից դնելով անցավ, դա իմ համար մի, չգիտեմ ինչ էր, որ ես անդադ հիշում եմ կամ ասում եմ, գիտեք, այսպես ա եղել։ Հիմա ես այս կաթողիկոսին տեսնել չեմ ուզում։ Ինչը տեսնեմ, դա ինչ կաթողիկ։ Անուկյան դուք չեք ուզում տեսնել, բայց մենք ունենք հավատացյալ ժողովուրդ։ Ես հավատացյալ եմ, ինձանից հավատացյալ ոչ ոք չլինի։ Գիշերը աղոթում եմ քնելուց, համբուրել են նրա աչքը, հավատքով իրենց երեխաներին տարել են խաբվել են, հիմա ես ասեմ, խաբվել են։
Գիշերը քնելուց առաջ աղոթում եմ, առավոտյան արթնանալուց աղոթում եմ, եկեղեցու մոտով անցնելուց խաչակնքում եմ, աղոթում եմ, սիրում ու ես արմատական քրիստոնյա եմ, սիրում ու պաշտում եմ եւ Հիսուսին եւ Սուրբ Երրորդություն եւ ամեն ինչը։ Եկեղեցին եկեղեցականները կապ չունեն եկեղեցու հոգեվոր այսպես սննդի հետ։ Նա ով որ մի այսպես չգիտեմ կենսագրություն ունի սուրբ մարդ է, մարդ կա որ եկեղեցական չէ, բայց ասում են շատ սուրբ մարդ է, նրան ավելի շատ է սիրում ու լսում, երկու խոսք լսում ես մարդ, ասում են հոգևորսության մասին կար, հիշում եք դարաշրջին 21-րդ դարի 20-ի վերջին 21-ի սկզբին Եհովայի վկաներն ինչքան էին շատացել, դուք կասեք ինձ հիմա դա եկեղեցու թերացումը չէր որ այդքան աղանդները շատացան, եթե ես պատմության մեջ բերեմ Պավլիկյանների շարժումը, Թոնդրակացիների շարժումը, չգիտեմ այնքան բաներ որ աղանդավորներ էին, հիմա բերում եմ Եհովայի վկաներ եւ էլի շատ այդպիսի աղանդավորների շարժումը, այդ ժամանակ ես ինչ կարող եմ անել սովորական մի մարդ, սովորական հավատացյալ մեկը, որ գրել է մի ստեղծագործություն կոչվում է Ալելույա 2001 թվին քրիստոնեության ընդունման 1700-ամյակի արդիվ չտեսնված մի գործ ոչ եկեղեցին ընդունեց ոչ որանչ արեցին այն ինչը որ եկեղեցական այն ինչ որ կրոնական է այն ինչ որ հոգևոր սնունդ կարող է տալ մարդուն բավարարվածություն զգա մարդը իր բավարարվածությամբ լցվի դա չի արվում Տիկին Մանուկյան դուրս գանք կարճատև գովազդային դադարի, որից հետո կպատասխանենք նաև մեր հեռախոսազանգերին, այնպես որ հարգելի հայրենակիցներ հետևեք, քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Յուրաքանչյուր զարդ գլուխ գործոց է, պատրաստված ամենայն ճշգրտությամբ եւ կրքով, որոնք կընդգծեն ձեր անհատականությունն ու գեղեցկությունը։ Մեր զարդերը պարզապես աքսեսուարներ չեն, այլ սիրո խոստովանություններ, որոնք կդառնան ձեր հիշողությունների խորհրդանիշը։ Դրանք ձեզ կդարձնեն ոճային եւ գրավիչ։ Ձեր պատմությունը սպասում է։ Երևան շիփինգ, սենսացիալ ստեղ, հա? Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա? այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա? 2%։ Երասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։
Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567 7։ Արգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է եւ ինչպես խոստացել ենք, մենք հեռախոսազանգեր ունենք, լսենք մեր հեռուստադիտողին։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Լսում ենք ձեզ։ Լսում ենք։ Դուք Ալո։ լսում ենք ձեզ։ Այո, ինչ այսօրվա մեր պետությունը ասում է, ճիշտ է ասում։ Մեր կաթողիկոսը, ես էջմիածնից եմ, ինքը էջմիածին 4 գյուղի հետ աղբերն էլ ճիշտ են ասում, սրտապիխներ են իրանք։ Լավ, եկեք որակավորներ։ Կաթոլիկները 2012 թվին նույն բանը կատարվեց։ Ռոմե Պապը հրաժարվեց 2012-ին։ Էսի հոգևորական չի։ Լավ, ես խնդրում եմ մեր եթերից որակավորումներ, վիրավորական խոսքեր չասել։ Ամեն դեպքում հասարակության մեջ կա հատված, որ համամիտ են վարչապետի հայտարարությունների, նրան նույնիսկ աջակցում են, կան նաև մարդիկ, որ դեմ են։ Կան նաև հասարակության մի ստվարզանգված, կարելի ասել, որ գտնում են, որ պետք է ասվեր, բայց ոչ այդ ձևով։ Ես այդ ստվարզանգվածի պատկանող մեկն եմ, պետք է ասվեր եւ դեռ ավելի շուտ պետք է ասվեր, ու ոչ միայն ասվեր, այլ պետք է արվեր։ Եվ այո, բարերին, բարամթերքին։ Այսինքն եկեղեցու գործերին պետք է խառնվեր իշխանությունը։ Եթե այդ գործերը ազգադավեն իհարկե։ Եթե ազգադավեն, անպայման պետք է խառնվեր։ Ինչ են շարունակում, եթե դավաճանը, երկիրը ռազմաճակատում դավաճանում գալիս է, ասում են ձեր գործը չի, այլ ոնց որ ասում են անձնական գործերին մի խառնվեք, չգիտեմ, կուսակրոն է թե չէ մի խառնվեք ու չխառնվեն։ Ու դավաճանի հարցին ինչ են շարունակում չխառնվեք։ Դա հայոց եկեղեցին է եւ հայոց եկեղեցին եթե չի առաջնորդում իր հոգեվոր առաջնորդությամբ ժողովրդին չի տանում դեպի ինչ ասեմ խաղաղություն սեր, բա ինչու պիտի նամնատեղում։ Խոսքս եկեղեցու պատերի կամ ընդհանրապես մոմավառության մասին չի, առաջնորդների մասին է։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Բարև Տիկին Պետրոսյան, բարև ձեզ Տիկին Մանուկյան, ողջունում եմ ձեզ Նոյան տապանի եթերում, ուրախ եմ ձեզ տեսնել առողջ։ Ես ուզում եմ մի բան նշել, որ շատերը մոռանում են, բացի կուսակրոնությունից կա անվտանգային խնդիր։ Գարեգինի եղբայրը Եզրացն է, ով Մոսկվայում գիտենք նա arczepiskopos է եւ նրա դեմ կարող է շատ կոմպրոմատներ լինել, ես մի բան ասեմ, որ Եզրացին անձամբ իմ հայրն է դեռ հանդիպել 78 թվականին, երբ նա վերադառնում էր Հունաստանից Հայաստան, նա իբր թե Աթենքում կրոնական դպրոց էր հաճախել, բայց իրականում նա ցույց էր տվել նկարներ, որտեղ խրախճանքի աղջիկների հետ, եւ հետո ճղել էր դրանք գցել էր ծովը։ Պարզ է չէ, որ Պուտինը նման մարդու դեմ կարող է ունենալ կոմպրոմատներ եւ հետեւաբար կոնտրոլ անել նաեւ Գարեգինին, որը անվտանգային խնդիր է։ Բայց դες հետեւյալ հարցն է ուզում տալ Տիկին Մանուկյան, այո Փաշինյանը միգուցե սխալ արտահայտվեց, բայց խառնվելու հետ կապված ես Փաշինյանին մեղադրում եմ եւ կուզենամ իմանալ ձեր կարծիքը, եթե կան խնդիրներ, մանկապարտություն կամ դավաճանություն, ես ավելի շատ դավաճանության եմ կամ գործակալական բանի եմ հատված, պետությունը ի վիճակի է բռնել, ձերբակալել, ինչու պետությունը եթե ունի ԱԱՑ-ն ունի փաստեր, չի ձերբակալում որոշ հոգևորականների, այդ դեպքում բոլորը իրենց նորմալ կպահեին։ Ձեր կարծիքով սա թերացում չէ պետության կողմից։ Այո, թերացում է, շնորհակալ եմ հարցի համար, շատ թերացում է, գիտեք, երբեմն հարցերը հուշում են ուրիշ ինչ կարող է ասել, ընթացքում կարող է մոռանալ, շատ լավ էր հարցը, դա թերացում է, կարծեմ, որ ես սկզբում ասեցի, որ դեռ ուշացրել են։ Այնպես որ ցանկացած ազգադավություն, ցանկացած մի բան, որի մեջ տեսնում ես դավաճանության, այսպես նշույլներ կան, պետք է պատժվեն։ Դա ով ուզում է լինի, կլինի հոգևորական, կլինի իշխանավոր, կլինի այն հին բառերով ասեմ ռամիկ, ով ուզում է լինի, ինչի մեջ ազգադավություն կա արարքների մեջ, նա պիտի պատժվի եւ պատասխան տա։ Հրապարակավ
որ մյուսները հասկանան, որ սխալը ու այդ կարգի սխալը անպայման պետք է պատժվի։ Դրանք լավ արարքը պիտի Թումանյանին անդրադառնան, չէ՞, Թմկաբերդի առում, ով չի սիրում թեկուզ դուշման լավ արարքը, լավին լավ պիտի ասել, վատին վատ պիտի ասել։ Իհարկե պիտի պատժվեր։ Իհարկե դա թերացում էր եղել։ Վերադառնալով վարչապետի արածին, եթե վարչապետը չխոսեր, մենք չգիտենք, որ հերոստատիտող ակնարկեց նաև Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի Դաշնության։ Այո, ես դա եմ ասում։ Նրա վերադառնալով մեր վարչապետի ասածին, եթե ինքը չի ասել հենց եղբոր մասին, մենք հո գիտենք, ժողովուրդը հո գիտի, որ մեկի բերանները, եւ հետո փակել չի լինում բերանները, եւ հետո եթե ժողովրդի մի մասը եկեղեցում, դա եկեղեցի չի, ժողովրդի մի մասը այն հատվածը, ովքեր որ Սերժ ու Քոչարյանական այդ ընդդիմություն կոչվող, չգիտեմ անունները մի քան անգամ վատ բարերով ասեմ չեմ կրկնի, դրանց հետ նրանք են ասում եկեղեցուն մի կպեք։ Այստեղ հոգևոր ոչինչ չկա, սրանք բոլորը շահեր են, որ մեր անվտանգությունը չգիտեմ ինչ ասեմ, անվտանգությունը վստահվել, թե թողնել են կամ կիսել են կամ մի խոսքով պիտի անպայման պատժվի, հերոստատողի ճիշտ էր ասում, դա երկրի իշխանությունների մարդկանց նաև ժողովրդի թերացումն է։ Ես չէի կարողանա գնալ այն պատարակին, որտեղ որ նա պետք է պիղծ ժպիտով, կեղծ ժպիտով ավելի շուտ ինչ որ Աստծո չգիտեմ ինչերից խոսել, երբ որ ինքը Աստված ուրացել է շատ վաղուց։ Հենց մի անգամից ասեմ, Աստված ուրացել է 99 հոկտեմբերի 27-ից։ Ոչ մի խոսք, ոչ մի բան չասվեց այդ մեծագույն ողբերգության մասին, ու բոլորս ամբողջ ազգը համայն աշխարհի գիտի, որ մեր պարտության պատճառ հոկտեմբերի 27-ը սկսվեց այդտեղից։ Ոչ մի խոսք չի ասել, ինչ ասել այդ մարդու մասին։ Զանգերը շատ են, փորձենք մեկին էլ լսենք։ Լսում ենք ձեզ։ Հերոստացույցի ձայնը իջեցրեք, որ մեզ հետ կարողանանք խոսել։ Այո։ Okay, բարև ձեզ։ Ներեք, ես ինքն մի րոպե ժամանակ տվեք եւ շատ է, խնդրում եմ 1 րոպեի մեջ տեղավորվեք։ Բոլորը խոսում են, բայց ժողովրդին չեն բացատրում, որ մեր խեղճ ժողովուրդը, որ ինչքան էլ որ հասկանում է հազար դեպի լրագրողներ կան քաղաքագետիրա չեն բացատրում, թե ինչ է իրականում կատարվում։ Հիմա ես պարզ ասեմ մի րոպե ժամանակ տվեք։ Ամենակարևորը, ուրեմն, առաջինը, որ Պուտինը, որ աշխարհում ամենամեծ հարուստ պետությունը, բնական հարստությունները եւ այլն իր հարազատ եղբոր Աշևին, որ երկրորդ համաշխարհային պատերազմ հաղթեց Ուկրաինան է, սախել Բելարուսյան է։ Հիմա Իրան Թրամփը ասեց խելագարը, որտեղ խաղաղություն Ուկրաինայի տարել եւ այս երկու օր առաջ ինչը Բելարուսով ինչով էր այդ տներեք, որ ծանանում եմ մորանում եմ ինչ եմ ասելու, ասեց որ նայլա խելագար Ռուսաստանում մեջ ճանաչված մարդ է Բելարուսով չգիտեմ ինչ որ է, էդի ասեց, որ Պուտինն մարդը 200 բիլիոն մինակ փող ունի չասած ինչ ունի, այդ մարդը խելագար է, որտեղ 1 միլիոն ռուս զինվորներին տարավ 3 օրում բդի Ուկրաինան 3 տարի 3 ամսը չգրավի այդ 1 միլիոնի համար պատասխան պետք է տա, այդ տնօրենին։ Ձեր հարցը ձևակերպ։ Հիմա մեր փոքրիկ Հայաստանը, որ դրեցին Փաշինյանը, որ եկավ իր անփորձ փողոցից վերած մարդկանցով, որ կային ուսանողներ եւ այլն բան, խնդրեմ չընթացեք, հա, եկավ փորձեց, որ երկիրը բանարե, փորձեց Ռուսաստանից անջատել մի քիչ արևմուտք կետա, կամ ցույց տա, որ մենք էլ Հայաստան ենք բան, Ռուսաստանը ստացել է իր դաշնակի տալով, չօգնեց եւ մեդի 400 միլիոն կերավ, երկալիքների պարտարը մնացած։ Լավ, ես ստիպված եմ արդեն ընդհատել ձեզ։ Ես կտեղավորվեմ մի րոպե, կարևորն եմ ասելու։ Հիմա եւ օգնեց գիտենք բոլորը, ստվենք եւ այլն գոտ բանի։ Հիմա կանք մեր Սրբազանին եւ բանին, Փաշինյանին։ Փաշինյանը մեղավոր է։ Այդ մարդը խճճվել է, չի մանում Թուրքերին, Ռուսաստանին, Իրանին, Արևմուտքին, Ֆրանսիային, Ամերիկային, որ մեկին համոզեց իր փոքրիկ, որ Հայաստանը ոչ մի բան չունի, Ռուսաստանի ձեռից առած է գժում է գիշերները։ Լավ, հասկանալի է, ստիպված եմ ընդհատել, որտեղ արդեն ժամը հասկանալի է մտածմունքը, հասկանալի որը բոլոր շատերից մեկն է, որ ուզում էր ուղղակի ելույթ ունենալ, դա հարց չէ, իր ասելիքը ասել։ Հարցերն են հասկացել Ռուսաստանի Դաշնություն եւ Վլադիմիր Պուտին, այսինքն բոլոր տառապանքների եւ բոլոր
խնդիրների հետ կապված մեղադրանքները ուղղված էին դեպի Ռուսաստանի դեպի Կրեմլ։ Դեպի Կրեմլ, այո, իհարկե ոչ թե դրա մեջ ճշմարտություն կա, դա բացահայտ ճշմարտություն է։ Չի կարողանում, դա ուրիշ խոսակցություն է, մենք մի ժամվա մեջ չենք տեղավորվել, որտեղից եկած թիմը ժողովուրդը իր տեղում է։ Ժողովուրդը չի ընդունում այս կաթողիկոսին։ Նրանք ովքեր որ սկսում են խոսել, այսինչ ժողովուրդը չի ընդունում։ Ես շատ տեղեր եմ լինում, ես պատարակներին երբեմն եմ ասում, որովհետև ինչքան հասցնում եմ, լինում եմ մտնում են եկեղեցի մարդիկ դուրս են գալիս, ժողովրդի հետ շփվելը շատ կարևոր է։ Նրանք են ասում, ափսոս, որ կաթողիկոսն էսպիսին է։ Պատարակի գնացած ժողովուրդը։ Ես ձեզ խնդրում եմ տարբերակում ունի ժողովուրդը ինքը իր եկեղեցի, ոնց որ ես ասում եմ, որ եւ առավոտ եւ երեկո աղոթում եմ բոլոր հավատացյալները սիրում են եկեղեցին, սիրում են Աստծուն ու Քրիստոսին, բայց մերժելի է այս կաթողիկոսը։ Բոլոր նրանք, ովքեր նրա կողքին հավաքվել են, դա, չգիտեմ, ասել են մաֆիոզ, չեն ասել, ճիշտ են ասել թե սխալ, ես գտնում եմ, որ դա հենց այդ կոռումպացված մասսան է։ Ես չէի ասի, որ նրանց մեջ այն կրոնավորները կան, որ հավատում են, այսքան պատմությունից հետո ինչքան եկեղեցիականներ խոսեցին, անձամբ ճանաչող մարդիկ խոսեցին համացանցում, մարդիկ ովքեր ոչ միայն անձնական կենսագրություն, այլև այսպես քաղաքական դաշտում արած իրարակները, բոլոր պարզ է, հասկանալի է այդ կաթողիկոսի գործունեությունը, ընդունել կամ նրա համար կանգնել ոտի ու ասել, գիտեք ինչ կա, այսպես չի, մենք չենք ընդունում Փաշինյանի կամ ժողովրդից որևէ մեկ ասածին, դա սխալ է։ Տիկին Մանուկյան, ելքը որը պետք է լինի ամեն դեպքում այստեղ սկսվել է այս բախումը, Նիկոլ Փաշինյանը պահանջում է, որ պատասխաններ պետք է դեռ լսի մայրաթորից, մայրաթորն էլ իրավապահ մարմիններին է դիմում արդեն Նիկոլ Փաշինյանի։ Հիմա ես ասեմ, արարքները կասեցնելու։ Ես ելքը ասեմ, ես կարծում եմ, որ ես ճիշտն եմ ասում, որովհետև եկեղեցական պատմություն ուսումնասիրողը, որ գիտի եկեղեցին ինչերի է ընդունակ եւ ինչեր կարող է անել, ես կարծում եմ, որ դա ճիշտն է։ Ուրեմն 1932 թվին եղավ կաթողիկոսի ընտրություն, մի քանի մարդիկ կային, որ ընտրվեց Խորեն Մուրադբեկյանը, չերկարացնեմ, աշխարհի տարբեր երկրներից եկել են ընդունել ընտրության, եւ այդ ժամանակները, կակեբի ասած, անաստվածների ժամանակներ գալիս Այդ ժամանակ մեծ հսկողության տակ էր, բայց ընտրությունը կատարվեց շատ արդար, ընտրվեց Խորեն Մուրադբեկյանը, ի դժբախտություն Խորեն Մուրադբեկյանին եւ ի երջանկություն ժողովրդին, որ նա որոշ բաներ կարողացավ անել։ Դա մեծ խոսակցություն է, չեմ կարող ասել։ Ուրեմն հոգեվոր այն դասը, որը որ գտնում է իրականում կաթողիկոսը ունի սխալներ, անձնական կյանքին չեմ կպնում, որը արժե կպնել, չեմ կպնում դրան, որը ունի ասելիք ու գիտեն, որ գարեգին բն արել է սխալներ, ազգադավ գործեր է արել, կոռումպացված է եղել, Պուտինի հետ է եղել, նրա համախոհն է եղել, եղբոր հետ է եղել, ում հետ եղել է բոլոր նրանք հոգևոր դասին կոչ եմ անում, խնդրում եմ, կազմակերպեք նոր ընտրություններ։ Կազմակերպեք նոր ընտրություններ, ոչինչ չի փոխվելու, ոչ մի բան չի եղել, ոչ թշնամիները մեր վրա կուրախանան, կասեն, այս ինչ է այնտեղ գզվրտոց է գնացել, ոչ էլ որևէ փորձանք, ընդհակառակը փորձանքից կազատվենք։ Կատարեք ընտրություն հոգևոր դասի աշխարհի բոլոր թեմերին, դա եկեղեցական կարգ ու կանոն է, թեմերում ասվում է ինչ որ ամսով առաջ ասվում է, որ ընտրությունները այսինչ օրն է լինում, կարող են հրավիրել իրավապահ մարմիններին դիմելու Փառք պետք չի, ինչի համար եմ ասում, թող չհասնի իրավապահ մարմիններին, դա արդեն, չգիտեմ, վտանգավոր սահման կլինի իրավապահ մարմիններին դիմելը, որովհետև մենք գիտեք, մեր ազգային անվտանգությունը այնքան խոցելի է հիմա, չի կարելի ուղղակի այդպիսի ցնցում տանել ժողովրդի մեջ, հատկապես որ այսքան ատելություն կա, շատ լավ է, այ մեր հերոսատողն ասեց, ինչու չեն բացատրում ժողովրդին, ժողովրդին կրոնի ու քրիստոնեության տեսակետից բացատրելու ոչինչ չկա, միայն պետք է բացատրել, որ այն հատվածը, որը ասում է, որ կաթողիկոսը, որ այս ժամանակ Սերժ Քոչարյանական, չգիտեմ, SS բաները, այդ հատվածի բաժանումն է եղել, որպեսզի այդ բաժանումը չխորանա, որպեսզի, չգիտեմ, Աստված մի արասցե, հանկարծ այն ատելությունը չհասնի բախվելու կիզակետին, որ թշնամիներն իրոք չուրախանան։ Ասելիքս դա է, դրա համար իրավապահ մարմինները առայժմ թող լինեն իրենք զգոն, բայց չխառնվեն։ Իրավապահ մարմիններին դիմում են ինչի համար։ Դիմում են, որ Մոսկվան իրենց կպահի դրա համար։ Իրավապահ մարմինները, ովքեր ոչ ենթարկվում են Մոսկվային, պիտի գնան անեն այնինչ, որ Մոսկվան արեց, իհարկե ձեռագիրը ծանոթ է ու մենք գիտենք այդ ուղղությունը որտեղից եկավ, ուր է գնում։
որ Հայաստան ասենք եկեղեցի, եթե Կիրիլը Պուտին ասում են պետք է հայոց կաթողիկոսը, ես չեմ ասում, անունով չեմ ասում, Գարեգի կաթողիկոսը պետք է խոնարհվի ռուսական մեծ կայսրության կաթողիկոսը, ես դա չեմ կարող ընդունել։ Ու դա է գիծը, որ գնում է, հենց դրա մասին է խոսքը, որ մեր եկեղեցին պետք է ենթակա լինի ռուսական եկեղեցուն, եւ մենք վերջերս իմացանք, որ Լենինի հրապարակում, Լենինի արձանի տեղեր հանրապետության հրապարակում ուզում էին ռուսական եկեղեցի կառուցել, ինչի համար մենք ունենք ռուսական եկեղեցի մեր մոտ։ Հիշենք, որ նույն այդ Ռուսաստանի պատրիարքը փաստորեն Ալիևի կնոջն էր շքանշան իհարկե այստեղ թե մշակութային մշակույթին այն ուրեմն դե տեսեք եւ հերոստատիտողի զայրույթը որ Պուտինի համեմատ նկատմամբ կար ինչքան արդարացված էր եւ այն հատվածը որ ինքը պետք է տանի մահմեդականին տա քրիստոնեը չգիտեմ բառեր չեմ գտնում ասելու այդպեսի շքանշան այդպեսի մեծարում անի չգիտես դրա անունը ինչ դնես ու ստորադասի հայկական եկեղեցին եւ այդ հայկական եկեղեցու հովվապետը կարող է խոնարհվել ու ասել գիտեք այդպես չի պետք է լինի, չգիտեմ, իր եղբոր Մոսկվայում աշխատող, մի խոսքով համախմբված, դա իրականում ես չի ուզել այդ բառը ասել, բայց պիտի ասեմ, էլի մաֆիա է գործում մեծ։ Շատերն ասում են այդ սքեմի տակ ուսադիրներ կան։ Շատ հնարավոր է, ամեն ինչից երևում է, որ կան։ Այդպես չի կարելի։ Մարդ փոխարեն իր ժողովրդին սիրի, իր կրոնը սիրի, իր հավատանքները սիրի։ Քաղաքականության մեջ խրվել է եւ հիմա ասում է իրավապահներին պիտի ասեմ, ինչի համար ես ասում, ժողովրդին ասա։ Իրավապահները չեն ընտրել քեզ։ Եվ հոգևոր դասին ասա, հոգևոր դասը պիտի ուղղակի ընտրության գնա ու վերջ։ Կոչ եմ անում, խնդրում, հորդորում եմ, ուղղակի ինչ ասեմ, վառերով աղաչում եմ, որ հոգևոր դասը գնա ընտրությունների։ Նոր կաթողիկոս կարիք ունենք, շատ հրատապ կաթողիկոսի կարիք ունենք։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան Տապանը կրկին եթերում է։ Տիկին Մանուկյան, ամեն դեպքում դուք առաջարկում եք այս բախումներից խուսափելու համար գնալ կաթողիկոսի նոր ընտրությունների, չդիմել իրավապահներին, այսինքն թող ժողովուրդը որոշի եւ Նիկոլ Փաշինյանը գուցե այդպես կտա կամ ներողություն կխնդրի, որ ինչ որ սխալ հայտարարություններ կամ հակառակը բարերի համար, ամեն դեպքում ելքը խաղաղ ճանապարհով, այսպես ասած, որտեղ հենց իրենք եկեղեցականներն են, Շիրակի թեմի առաջնորդն ասում է, պատերազմ է սկսված, այս պատերազմում, բայց պետք է հաղթի եկեղեցին, որտեղ եկեղեցին անպարտելի է։ Շիրակի թեմի առաջնորդին ասեմ, եկեղեցին վաղուց հաղթել է։ Սխալվել եք դուք հիմա հայտարարում եք, եկեղեցին վաղուց։ Եկեղեցին հաղթել է 301 թվից։ Ով եք դուք, որ եկեղեցու հաղթանակի մասին խոսեք։ Եվ ով եք դուք, որ ասեք մարտ է սկսվելու, պետք է հաղթի եկեղեցին։ Հաղթելու է քրիստոնեությունը, հաղթելու է արդարությունը, անկախ նրանցից ովքեր են ջատագովները այսօրվա որ չգիտեմ բայ ինչ խոսենք անցած տարվա այդ ամբողջ արշավի ժամանակ սրբազանը փողոցները մաքրելով գնում էր որ գիտեք հեսա էս կանենք են կանենք բայց ժողովուրդն ինչի չարեց բա կանգնեին էլի ասեին հիմա Շիրակի թեմի առաջնորդ ասում է պիտի հաղթի եկեղեցին հայ բարեկամ դուք չկայիք որ եկեղեցին հաղթել է 301 թվից միշտ հաղթած է եղել մարդկանց ոգու եկեղեցին հաղթել է մարդկանց ձեռքերով կառուցած եկեղեցին հաղթել է բոլոր աղոթքները հաղթել են ինչի մասին եք խոսում պայքար չի սկսել եթե եկեղեցի եւ Նիկոլ Փաշինյանը այո հիմա էլ է հաղթած դուք ուղղակի պիտի մաքրվեք գնաք ճանապարհից որ եկեցու հաղթանակը ժողովրդին ծառայի այդքանը դուք պիտի գնաք դուրս գաք այս ասպարեզից Նիկոլ Փաշինյան չի նշանակում Հայաստան աշխարհ Նիկոլ Փաշինյանը վաղը չի լինելու բայց երկիրը պիտի լինի կրոնը պիտի լինի մեր եկեղեցիները մեր հավատքը պիտի լինի Ով եք դուք որ որոշեք մարտի ընդ հաղթի եկեղեցին։ Մեկ էլ դուք պիտի հաղթես։ Իրենք պետք է հեռանան, թե Նիկոլ Փաշինյանն էլ պետք է հեռանա։ Նիկոլ Փաշինյանը պիտի հեռանա ընտրություններով, բայց իրենք հնարավորինս շուտ պիտի հեռանան, որ փաշիզադեներն ու չգիտեմ ինչերը չխոսան, ասեն, գիտեք, եկեղեցին, Էջմիածնի եկեղեցին եղել է ժամանակին ադրբեջանական, չգիտեմ, բա մի հատ խոսեք, վերկացեք խոսեք, բայ ինչ են ասում, սրբապղծությունը ամեն ինչ ալու։ Խոսեք, ասեք, որ դուք որ գրողի ծոսն եք, որ Էջմիածինը հայերինն էր։ Այդ ինչ եք խոսում։ Բա խոսեք, վերկացեք իրավաբաններ եք կանչում, չգիտեմ ինչեր եք անում, որոշում եք, որ գիտեք եկեղեցին պետք է հաղթի։ Սուտ եք ասում, ձեր ժողովրդի եկեղեցին վաղուց հաղթել է։ Նիկոլ Փաշինյանի համար են բերում փոխանակ։ Կարևոր չի ում համար են բերում, նրանք իրավունք չունեն եկեղեցի։ Ուրեմն այսպես միտքս ընդհատվեց, վաղուց մենք հաղթել ենք, եկեղեցին հաղթել է։ Դուք եք պարտվել, որ եկեղեցու մարդիկ չեք։ Դուք վաղուց պարտվել եք, որ եկեղեցականի հագուստի տակ, չգիտեմ ինչ սրբապղծությամբ եք զբաղվում։ Դուք վաղուց պարտվել եք, դուք ինչ գործ
ունեք եկեղեցու հետ։ Եկեղեցին այդպիսի բաներ ա քարոզել։ Եկեղեցին ասලා ուրիշ երկրի, չգիտեմ, ջրաղացին ջուր լցրու։ Եկեղեցին ասලා գիտեք ինչ կա, երբ որ ինձ կան պատվեն մի հատ մահմեդականի, մի հատ չգիտեմ կրոն նկարի բանի համար, ես ինչ էր մարդիկ են սպանում Ֆրանսիայում կնոջը սպանեցին, որ Մուհամեդի նկարը ասել էր դրեք մի կողմ, մի խոսքով չեմ ուզում խորանալ։ Բայց դուք ինչ եք արել։ Ամբողջ մի սուրբ ժողովրդու սուրբ երկիրը ապականում են մի խոսք չեք ասում։ Դուք վաղուց պարտված եք կհաղթի եկեղեցին վաղուց է հաղթել։ Լավ կլինի մաքրվեք ընդհանրապես ժողովրդի ճանապարհից չապականեք, ոչ մի բան չանեք, թողեք ժողովրդի ճանապարհը կհաղթի, կհարթի եւ կանի այն ինչ որ մենք այնքան բան գիտենք, ժողովուրդը այնքան բան գիտի։ Մեր հերոստատողն ասեց պետք է բացատրել ժողովրդին, բացատրելու կարիք չկա, ամեն ինչ պարզ է։ Պարզ, ամեն ինչ պարզ է։ Ես չեմ ասում մենակ իմ գիրքը, վերցեք լեզվակները պոկած զանգերը կարդացեք, կտեսնեք ինչքան պարզ է։ Ոչ մի բանը գաղտնիք չի։ Եկեղեցին կհաղթի։ Այն որ ասում են սքեմի տակ ուսադիրներ են դրած ճիշտ են ասում, եկեղեցու անվան տակ այդ սրիկայություններն անում եք ու ասում եք կհաղթի։ Իհարկե մաքուր եկեղեցի ու սուրբ եկեղեցին պիտի հաղթի։ Դուք ինչ կապ ունեք եկեղեցու հետ։ Այդ սքեմ հաղթելը կամ այդպես խոսել է եկեղեցի։ Տիկին Մանուկյան, ամեն դեպքում կհետևենք, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում, սրանով չի ավարտվելու, այսինքն երկու կողմերն էլ ուզում են միջև վերջ գնալ ամեն մեկի համար։ Դες ուզում Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես չխառնվի, գործ չունի, չխառնվի, իր բառամթերքով իր չգիտեմ չխառնվի հիշեցրել կրկին, որ դեռ մայրաթուր, այսինքն չի դադարում գրառումները, իսկ գրառումները նշանակում Չգիտեմ ինչքանով է դադարում, ես հոգևոր դասին կոչ եմ անում, որպեսզի խաղաղն, եթե ձեր մեջ կան մարդիկ, իսկ ես վստահ եմ, որ կան մարդիկ, կան ազգային մտածողության մարդիկ, կան սուրբ մարդիկ, որ Գևորգ 5-րդն ասում էր սրբազան հայրեր, լսեք ինչ եմ ասում։ Եթե կան ձեր մեջ այդպիսի ասած սրբազան հայրեր, ես ձեզ խնդրում եմ, գնացեք ընտրությունների, կազմակերպեք, գնացեք աշխարհում շատ թեմեր կան, բոլորը խելացի լավ, բոլորը չէ, շատերը խելացի ու լավ մարդիկ են, ազգային մտածողության մարդիկ են։ Գնացեք ընտրությունների, մաքրեք մեր եկեղեցին, եւ հոգու եկեղեցին մաքրեք, եւ մեր եկեղեցին մաքրեք, որ արդեն 1700 տարվա պատմություն ունի։ Իմ կոչը, հորդորը, խնդրանքը, այդ եկեղեցին բերեք, որի մեջ լիքը սեր կա, իսկ Աստված սեր է, բերեք այդ եկեղեցին, ես չմոռանամ ասեմ, մոմերը մի ժամանակ մոմը վաճառում էին 20 դրամ, հետո սարքեցին 40 դրամ, հետո սարքեցին 60 դրամ, դրա սրբությունը որն է, աղոթքը 200 դե հա, արդեն ըստ չափերի մեծացրել են, հիմա աղոթքի համար պետք է փող մուծեն, ով եք դուք, որ ձեզ աղոթեն կամ ձեզ փող մուծեն, այդպես են սրբությունները պահում, սրբավայրերն այդպես են լինում։ Պսակների, կնունքների ամեն ինչի համար փողեր, դա ինչ սրբություն, սա ինչ սրբա, դուք ով եք, ինչ գործ ունեք սուրբ եկեղեցու հետ։ Շատ կուզեի, որ իմ ալելույա ստեղծագործությունը, թեկուզ մեկ դերասանի թատրոնով լիներ, այնտեղ կհասկանային սրբությունը որն է, եկեղեցին որն է, աղոթքը ինչ է իրանից ներկայացնում, որ սքեմը հանում է մարդու թևերից կարող է հրեշտակներ աճեն, որտեղ նա սուրբ մարդ է, ոչ թե պագոներ տեսնեն ու ասեն, գիտեք ինչ կա, եկեղեցին կհաղթի, դուք ինչ կապ ունեք եկեղեցու հետ։ Տիկին Մանուկյան, այս թեման դեռ շատ ջուր կվերցի, խմոր ինչպես ասում են, այո, ճիշտ է։ Ունենանք եւս մեկ անգամ։ Ուզում եմ հանդրադառնալ նաև մեկ այլ թեմայի, որը կարծում եմ դուք ասելիք կունենաք։ Ֆրանսիան Սյունիքում գլխավոր հյուպատոսության փոխարեն պատվո հյուպատոսի գրասենյակ բացեց։ Շատ լավ է արել, շատ հիացած եմ։ Ազնիվ մեկ-մեկ լավ բաներ են լինում, որ ուրախանում եմ։ Բրավո Ֆրանսիային։ Ու այնպիսի ժամանակ, երբ որ Լավրովը եկավ ու գնաց, փառավորվել եմ, շատ ուրախ եմ դրա համար։ Որում նրանք էլ ունեն, չէ, ցանկություն։ Ծրագիր ունեն, ցանկություն ունեն, այո։ Մեր ժողովրդից է կախված մեր, այո, ինչ որտեղ նաև իշխանություններից, ինչ որտեղ չի երևի շատը, որ հնարավորինս ռուսական այսպես ներկայությունը պակասի երկրում շատ լավ կլինի։ Եթե Ֆրանսիան եկել է, հիանալի է, իսկ ես գիտեմ, որ եկել է, ես շատ վաղուց զարմանալիորեն դեռ 15 թվից ֆրանսիական հնդկական հարաբերությունների հետ կապված, քանից ասել եմ շուտով կլինի Գորգին խանը Ֆրանսիայի 18-րդ դարի մասին է խոսքը, բարեկամության, հավատարմության ու շատ բաների մասին խնդրում եմ շատ մարդիկ պատմաբաներ հատկապես չնեղանան ինձնից, որ ես չեմ նշում 1921 թվականի Կիլիկյան Հայաստանի հատվածի հայաթափությունը, որ էլի Ֆրանսիայի հետ կապված էր, դրա հետ կապ չկապել իմ ասածները, որպես մարդու, որպես անձնավորության, եթե այդպես լինի, մենք նաև մեր Միսակ Մանուշյան եւ իր տիկնոջ վերաթաղումը բանը այդպես հարգանքով հարաբերությունները ժողովրդի հետ, ես էլ իմ փոքր լուման եմ բերում այդ հարաբերությունների ամրապնդմանը, որը կարծում եմ շուտով կլինի եւ շնորհանդեսին կմասնակցի, ես արդեն ասելիք շատ կունենամ,
ասելիք ունենա նաև մեր ազգային ակադեմիան, ինստիտուտը պատմության, այնքան որ բրավո Ֆրանսիայի արածին, ես կուզեի ասել, գիտեք, մի քիչ ավելին արեք, ավելին մի խոսքով, եւ ինչքան շատ երկրներ մեր մոտ այդպիսի բարեկամ երկրներ հպատոսություն բացեն, այնքան լավ հավասիկ մեր սահմաններին կանգնած եվրոդիտորդները, որ մենք դրանով ապահով քնում ենք, այնպես որ դա մեզ շատ կարևորը պետք է։ Քանի որ ժամանակը մոտենում է մեր ավարտին, ես ուզում եմ անդրադառնանք նաև Նիկոլ Փաշինյանի 3 եւ առաջին օրերին կատարված հայտարարություններին։ Սիրելի երեխաներ, լավ սովորեք, որ լավ ապրեք։ Բարձր աշխատավարձ 80-ից 90%-ով հիմնականում ստանում են նրանք, ովքեր մրցունակ կրթություն են ստացել։ Ցածր աշխատավարձ ստանում են նրանք, ովքեր չեն ստացել մրցունակ կրթություն։ Սա իհարկե կրթության բարեփոխումների մասին է ակնարկում Նիկոլ Փաշինյանը, բայց ամեն դեպքում համաձայնեք այս հայտարարության հետ, մոտեցման հետ, որտեղ միշտ է Նիկոլ Փաշինյանն ասում, եթե ունենաք համապատասխան կրթություն, կունենաք նաև համապատասխան վարձատրվող աշխատավարձ։ Եթե հաշվի առնենք, որ հիմա ամեն ինչ նյութականացվել է, որ ամեն ինչ փողի չափանիշը փողն է, ճիշտ է ասում։ Եվ ընդ որում երջանկության հետ կապված է, չէ՞ Նիկոլ Փաշինյանը, շատ վտանգավոր բան, այո։ Այդտեղ մենք կորցնում ենք հոգևոր հայրենիքի գաղափարը, բայց եթե մտածենք, որ աշխարհում այո ընդունված էլ չեմ ասում, մեր մոտ ինչքան նյութականացված է, փող հետ կապված է, ուրեմն ճիշտ է ասում, եթե պետք է փող լինի։ Բայց որ երկրի ապագան, ժողովրդի ապագան, չգիտեմ, մեր այսպես սերունդների կրթված մրցունակ լինել համաշխարհային ասպարեզում, դա լինի գյուտարարություն, դա կլինի մշակույթի զարգացում, ինչ լինի, բնականաբար մտավոր պոտենցիալ ունեցող մարդիկ են առաջնադրոշակակիրներ լինելու։ Այնպես որ ես էլ հույսեր կապում եմ շատ լավ սովորողների հետ եւ կուզեի մեր մանկավարժական, հա, իմիջիալոց ասեմ, կուզեի, որ մեր մանկավարժների մեջ ուսուցիչների մեջ տղամարդ ուսուցիչներ մանկավարժներ լինեին, որը որ շատ մեծ բաց է։ Այդ բացը լրացնելու համար դա կուզեի, որ լիներ։ Եվ վարձատրությունը լիներ նորմալ եւ կարողանային հավասարակշռությամբ բերել երկու սեռերի ներկայությունը դպրոցում։ Ուսնումը ես միշտ ասել եմ, կրթական համակարգի փոփոխությունները շատ կարեւոր են, որովհետեւ մեր համակարգը շատ փտած, շատ վատ համակարգ է, շատ վատ, ես շատ դժգոհ եմ այդ համակարգից, բայց դպրոցը մեր հիմքերի հիմքն է, մեր կրթությունը, բնականաբար ձևակերպումների մեջ որոշ բաների համամիտ չեմ, այդպիսի ձևակերպում ես չէի անի, բայց շատ կուզեի, որ այսպես լուսավոր երեխաներ դուրս գան, լուսավոր երեխաներ դպրոցը այսպես կյանք ներդնի։ Ասում են ձևակերպումների հետ համաձայն չենք, որոշ ձևակերպումների հետ։ Մարդիկ Հայաստանում հիմա 50%-ով ավելի լավ են ապրում, քան 2018-ին։ Եվ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին միջին աշխատավարձը եղել է 173,996 դրամ, 2025 թվականին 304,992 դրամ։ Չգիտեմ, գուցե աշխատավարձի աճը կազմել է 130,000 դրամ կամ 70%, ասում է Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը խոսում է իրական Հայաստանի մասին, բայց Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունները կարծես թե ընդունել չի լինում այդ իրական Հայաստանում։ Ես ինձ դա էի ուզում ասել, գուցե ի շրջապատում կան այնպիսի մարդիկ, որ այդպիսի տարբերություն է եղել թռիչքային զարգացում աշխատավարձի մեջ, բայց ես չգիտեմ ունի, ինչու չեն ամուսնանում երիտասարդները, ինչու են թոշակառուները բողոքում, որ թոշակները չի բավարարում։ Այո, դրա համար բառերով չի որ պիտի ասեն։ Չեն գնում այն մարդիկ ու ընտանիքի անդամները չեն կարողանում 130-140,000 դրամ ընդամենը ստանալ։ Այդ ինչուների պատասխանները մենք ինչու տեսեք երեք ասում է որ երջանկությունը կամ հարցերի հետ է կապված ազատությունը, շրջագայությունը, նույնիսկ Հայաստանի ներսում հայաստանցիները չեն կարողանում Ծաղկաձորում գնալ 2-3 օր հանգստանալ։ Դե ուրեմն զսպող մի բան դրեք, որ չգնան Վրաստանում հանգստանալ, որտեղ այնտեղ ավելի էժան է։ Զսպողը պետք է գները բավականին մատչելի լինեն։ Գները մատչելի, դրա համար եմ ասում, զսպեք գները։ Ոչ թե օրինակ զատի աշխատավարձերն են ստանում մարդիկ, ինչու են մարդիկ բողոքում։ Ուրեմն չկա վերևից հսկողություն։ Կբողոքեն, որովհետև դա այդպես չի, սխալ է։ Իր շրջապատում կան այդպիսի թռիչքաձև զարգացող բարձր աշխատավարձ ստացող մարդիկ, եթե կան թող ասի, իմ շրջապատում չկան։ Ես չգիտեմ, դրա հետ համամիտ չեմ, բայց ինչ վերաբերում է որ պետք է երկիրը հարստանա, ունենա եւ ամեն ինչից կարող է իր քաղաքացին օգտվել, պիտի գնան Վրաստանում հանգստանալ, չգնան Ծաղկաձորում, Ծաղկաձորի գները կատաղած գներ են, ահավոր գներ են, ոնց գնան։
Եվ այն փողը, որ պետք է օգտագործեն Վրաստանում, կարող է դրել։ Նիկոլ Փաշինյանը անդադ ուղղորդում է դեպի պետական բյուջե։ Պետական բյուջե լցնում էին թալանվածներով, թող բերեին, ես ասեմ 2 Հայաստանի, 2-3 Հայաստան, չգիտեմ, այդ օլիգարխները տարել են արդեն, այդքանը բերեք պետբյուջե, տեսեք մի 100 տարի մենք առանց աշխատելու կապրեինք։ Այդքանը թողել եք քնդեղ, հիմա ասում եք ժողովրդին գրպանից 150 դրամ տրանսպորտին, բնակարեսի տարածքով աղբահանություն, չգիտեմ, այնպիսի բաներ, որ էլի ժողովրդից եք տանում։ Խոսքը ինչի մասն է, դուք աշխատեք ձեր տեղում եղեք, աշխատեք, օլիգարխներից վերցրեք այն գումարը, որ հենց ժողովրդից տարել են, բերեք պետբյուջեն լցրեք, ժողովրդին թողեք հանգիստ ապրի ու զարգանա։ Եւ հետո ուրիշ երկրների օրինակը վերցրեք գյուղատնտեսության առումով կամ ուրիշ հենց կակրած Թուրքիայում բարձ համար կներեք կակրած հատուկ հենց Թուրքիայի համար ասեմ, որ այնտեղ շատ երկար ժամանակ, մի քանի տասնամյակ հարկեր չէին մուծում գյուղատնտեսություն զարգացնելու համար։ Գյուղատնտեսություն զարգացնել եւ զարգացավ։ Եվ արեք մի բան, որ ժողովուրդը կարողանա ինքը զարգացնել, ժողովրդին հողից պոկել չի լինի, բայց հիմա ժողովուրդն ինքն իրեն է պոկվում հողից, այն դեպքում երբ որ ժողովուրդը մարդը, որ ինքը գիտի ինքը այդ հողի հետ աշխատելու արարում է, արարող գործ է անում, նա երբեք իր հողից չի կտրվի, բայց այնպիսի պայմաններ ստեղծվեցին, որ նա թողնում ու ձգտում է դեպի քաղաքը իր օրվա հաց վաստակելու այդքանով միայն, ոչ թե կարկուտի, քամու, անձրևի, չգիտեմ, աղետե բնական աղետների դեմ պայքարելով չկարողանալով, դա պետական համակարգի բուրգից սկսած վերևից պետք է մտածել այդ մասին։ Գիտակ մարդիկ պետք է լինեն, ով ասեց, որ գյուղնախարարությունը պետք է Տիկին Մանուկյան մեր հեռուստադիտողներին այս պահին ես զգուշացնեմ, որ մենք դուրս ենք գալիս ABC-ից, բայց Նոյան Տապանի պատրոնում շարունակում ենք մեր զրույցը, որովհետև ես հարց ունեմ, եւս մեկ հարց ձեզ։ Գյուղատնտեսության մասին խոսեցիք, որ պետք է զարգացնենք, հողի մասին եք խոսում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մենք պատերազմում հայրենիքից մի մաս կորցրել ենք, բայց ձեռք են բերենք պետություն, որն ավելի ինքնիշխան է եւ անկախ։ Ինչ անենք, ասենք Կրեմլը հաղթեց, այսպես թող ասեն Աջապահյանը Կրեմլը հաղթեց, որ դուք պետականություն չունեք, հապկը չգիտի որտեղ գա, ձեր սահմանները, ձեր տարածք են մտել, թուրքերը թե չեն մտել, հիմա տարածք են գծում, որ ասեն գիտեք ինչ կա իրական Հայաստանը սա է, մեր սահմանը սա է, մոռանանք երազանքները, մոռանանք, չգիտեմ, մեր աղոթքները, մեր երկրի, մեր ժողովրդի, մեր կորսված հայրենիքը, չգիտեմ ինչի համար մոռանանք, որովհետև Կրեմլում այդպես էին ծրագրերը, այդպես էին ուզում։ Հիմա իրական հայրիկ, դուք սա ունեք, գոհ եղեք։ Մի քիչ սպասեք, սա էլ կտանենք։ Ահավասիկ ջերմուկի մոտ եւ արդենիսի։ Պատերազմ չի լինելու։ Պատերազմը անխուսափելի է։ Ես չեմ հավատում Փաշինյանի ոչ մի բառին։ Դրանից մենք իրար հետ լավ ապրելու ենք, գնալու ենք, գալու ենք, առևտուր ենք անելու։ Թող նայ հայելու մեջ տեսին իրան հավատում է, ես չեմ հավատում։ Ես չեմ հավատում ոչ միայն այդպես ասողներին, ոչ մեկին չեմ հավատում։ Ես պատմություն շատ լավ գիտեմ։ Ես գիտեմ ով է մեր թշնամին։ Ես գիտեմ նա ինչի է ընդունակ։ Նա օրական հայտարարում է, որ գիտեք ինչ կա ֆաշիստական Հայաստանը պիտի վերան, ասում է գնում ենք խաղաղության, նա ամոթ է տո։ Ես համաձայն եմ, որ խոսեն խաղաղությունից, խաղաղության խաչմերուկից, շատ բաներից մինչև ժամանակ շայն, որ կարողանան զինվել։ Դրան համաձայն եմ, ինչից կուզեք խոսեք, կուզեք, ես մի անգամ ասել եմ աշնանացանից խոսեք, կուզեք արդյունաբերության զարգա, ինչից ուզում եք, միայն ժամանակ շայեք, որ զինվեք, բայց ասել, որ խաղաղություն կլինի կամ գիտեք, այսպես դա սուտ է։ Ալիև Բերանով ասում է, եւ հետո եթե չասի պատմության մեջ կարդում ենք թուրանական պետությունը, չգիտեմ, Հայաստանը որպես սեփ խրված է թուրքական ժողովուրդների մեջ, ինչի մասին է խոսքը։ Նրանք իրենց ծրագրից երբեք չեն շեղվել, ահավասիկ, չգիտեմ ինչ արեցին Թալաթի համար, ինչեր էին անում, միշտ տոնեցին, չգիտեմ, արձաներ կանգնեցին, ինչ արին։ Մեկը լիներ իրան հարցներ, էլի, բա որ Թալաթը ձեր համար այդքան մեծ մարդ է, Բերլինում սատկացրի նրան, 5 օր ինչի չէիք բերում թաղեիք։ Մնաց այնտեղ գերմանացիներ թաղեցին 43 թվին նոր բերեցիք, էներ Հիտլերը տվեց, որտեղ շատ նման եք իրար, էլի, ֆաշիստական երկրներ եք։ Դրա համար այդպես բարեկամություն արեցիք իրար հետ։ Ինչի մասին եք խոսում։ Հիմա ասում եք գիտեք պատերազմ չի լինելու։ Մի խափեք։ Ժողովուրդն իհարկե չի խափվում։ Ոչինչ որ խոսում է թող խոսա։ Եթե դրանով ժամանակ էլի եմ ասում, մի 100 անգամ կրկնել եմ։ Եթե դրանով ժամանակ շահի թող ասի, բայց չի լինելու դա։ Տիկին Մանուկյան, շնորհակալություն եմ հայտնում այսօրվա հաղորդման համար։ Կներեք, որ մի քիչ էմոցիոնալ խոսեցի, ուրիշ բաներ էի ուզում խոսել, այդ ստացվեց։ Հետևենք զարգացումներին, կարծում եմ դրանք մեզ դեռ սպասվում են։ Աստված լավ թեմաներ լինեն։ Խոսենք հաղթանակներից։ Խոսենք ձեռքբերումի մշակույթից, իմ ամենասիրած թեման հոգևոր հայրենիքից ու մշակույթից, դա ես սիրում եմ, անկախ այնից, որ ցեղասպանության թեմաներ եմ գրում, չգիտեմ ինչեր, անկախ դրանից իմ ամենասիրած թեման հոգևոր հայրենիք, կրթություն, մշակույթ, այո։ Շնորհակալություն եմ հայտնում եւս մեկ անգամ։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։